պատերազմը չպետք է լինել։ Այդ պատերազմը հետևանք է սխալ քաղաքականության։ Եթե հիշում եք 18 թվականից մինչև 20 թվականը Հայաստանի իշխանությունները դարել են, ես ինքս որ այդ տեսանկյունից մի քիչ ռադիկալ հայացքներ ունեի, բայց ես ասում էի, սա ինչ են անում։ Սրանք մեր գողին պատերազմ են բերում, ձախողելով բանակցային գործընթացը, անպագորգոր հայտարարությունները անելով Արցախ-Հայաստանի հետ վերջ, մի քանի ծափահարություն, այսպես ասած, փոխելու համար, Արայիկ Հարությունյանի ինագուրացիան Շուշի կազմակերպելը շատ սադրիչ քայլեր, կարող էին ինագուրացիան քրտիչ չէր պետրում Շուշի չի անում, որտեղ Շուշի չափազանց զգայուն հարց է, եւ ադրբեջանցիների եւ կրկնեմ, արել են ամեն ինչ մի կողմից քո դաշնակցի հարաբերությունները փչացնում ես, մյուս կողմից քո ճշնամուն անընդհատ հրահրում ես, սադրում ես պատերազմ ես սկսելու։ Արեցին ամեն ինչ Ադրբեջան-Թուրքիա հարաբերությունները ևս մերձեցնելու ուղղությամբ։ Բերեցին պատերազմ։ Պատերազմի ժամանակ արեցին ամեն ինչ այդ պատերազմը պատվելու համար։ Այդ պատերազմում մենք չպետք է պատվելու։ Անտաղում, ապուշ կառավարում էր այդ պատերազմը։ Սա իսկապես պրոբլեմ է մեզ համար։ Բայց հիմա մենք ևս կրկնեմ այս, մենք ամեն ինչ կիցանենք, այո, որ պատերազմ չի լինի, բայց այդ ամեն ինչը չի նշանակում զիջումների ճանապարհը։ Ամեն ինչը նշանակում է արժանապատիվ դիվանագիտություն, արժանապատիվ քաղաքականություն։ Եվ ներքին, եւ հատկապես արտաքին։ Եվ մենք խոսում ենք երաշխավորված խաղաղության մասին։ Եթե խաղաղությունը երաշխավորված չի, եթե խաղաղությունը կախված է մեկ մարդու տրամադրությունից, դա խաղաղություն չէ։ Դա խաղաղություն չէ։ Իդեպ այսօր օրինակ Իրանի պատերազմը մեկ մարդու տրամադրությունը, այսպես ասած, սկսեց մի հսկայացավ մի պատերազմ։ Ուրեմն խոսքը գնում է երաշխավորված խաղաղության մասին, եւ այդ երաշխավորված խաղաղությունը մենք ստանալու ենք։ Չեմ կարծում, որ սա չլուծվող հարց է, սա լուծվող հարց է եւ ես համարում եմ այն մարդուն, որ կարող է այդ հարցը լուծել։ Սրտաները մի բան էլ ավելացնեմ, խաղաղությունից խոսում են մարդիկ, ովքեր երեք պատերազմ են բերել մեր ժողովրդի գլխին եւ փորձում են պատերազմը կապել մի մարդու հետ, որը 10 տարի խաղաղություն էր ապահովում։ Այս աբսուրդը դաշտության համակարգը։ Պատժելու հարցով անկասկած։ Այս իշխանության օրոք խաղաղություն չի լինում։ Այս իշխանությունը ամենից մեծ թշնամին է խաղաղության։ Որտեղ այս իշխանությունը արել է ամեն ինչ, որ երաշխիքների մասին ընդհանրապես խոսք չգնա։ Ինձ համար ամենից զարմանալին հենց սա է։ Ինչի է Նիկոլ Փաշինյանը
Ընդհանրապես ինչի ինքը չի խոսում երաշխիքների մասին։ Պատճառը մեկն է, ինքը ուզում է, որ այդ խաղաղությունը կապված լինի միայն իր անվան հետ, իր գոյության հետ իշխանության աթոռի։ Ուրիշ պատճառ ուղղակի չկա։ Եվ աշխարհի փորձը ցույց է տալիս հետևյալը, որտեղ կան հողի վրա երաշխիքներ, նույնիսկ առանց խաղաղության պայմանագրի խաղաղություն կա։ Ես վերջերս մի հաղորդման ժամանակ Կիպրոսի ամբողջ այդ պատմությունն եմ պատմել։ Եվ որտեղ կան խաղաղության պայմանագրեր, բայց չկա երաշխիքային համակարգ, ինչ որ ժամանակ հետո անպայման վերսկսում է պատերազմ։ Սա ուղղակի այգուբեն է այս թեմայի հետ կապված։ Սա առաջինը եւ երկրորդը Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին է, չէ՞, ավելի ճիշտ առաջի հարցը ձեր մոտ սա է։ Նայեք, Ռուսաստանի հետ հարաբերության մեջ այս իշխանությունը լարվածություն են մտցրել հենց 18 թվականից։ Ինձ համար սկզբից հասկանալի չէ, թե ինչի են դա անում, հետո հասկանալի դարձավ, որ կա շատ կոնկրետ նպատակ։ Հեռանալ հայ-ռուսական ձևավորված դաշնակցային հարաբերություններից եւ փորձել աշխարհակաղակական վեկտորը շրջել, բոլորդ մտածեցիք դեպի Եվրոպա, ոչ, Թուրքիա, շրջել Թուրքիա։ Եվրոպան այսօր մեր հետ խոսելու են, մեր փորձելու են ինչ-որ այդ պրանիկների բան անընդհատ ցույց տան, բայց Եվրոպա մեր հարաբերություններում ներկայացված է լինելու եւ միտքը դրա մեջ է Թուրքիայի միջոցով։ Եվ սրա համար ուղղակի պետք է նաեւ ժողովրդի մոտ ձևավորել բացասական վերաբերմունք Ռուսաստանի նկատմամբ։ Ես միգուցե սա իսկապես շատ զգայուն թեմա է, ես Միացրած է։ Հա, լավ։ Փորձեմ այս ամբիոնից ուղղակի այդ բարձրաբանումները տալ։ Հիմնականում հիասթափությունը Ռուսաստանի նկատմամբ ինչից է հիմա գալիս։ Չէ, ասում են, բա ռուսական զորքերը Ղարաբաղում էին եւ ինչի Ղարաբաղը չպայեցին։ Ճիշտ է, չէ՞։ Եվ սա իսկապես ստեղծում է մի վիճակ, երբ հայ ժողովուրդը, որը միշտ լավ վերաբերմունք ուներ Ռուսաստանի նկատմամբ, այդ հարցը ինքն տալիս է եւ այս իշխանությունը փորձում է թունավորել ուղղակի մեր ժողովրդին, որ այդ նայեք ռուսները այդ պարտավորությունը ունեին եւ այդ պարտավորությունը չկատարեցին։ Եվ դրա պատճառով կորցրեցինք Արցախ։ Նայեք, ես փորձեմ մեկ անգամ մի երկու տարի առաջ այդ բացատրությունը տվել եմ, բայց փորձեմ հիմա միգուցե ավելի մանրամասնորեն անդրադարձ ունենամ այս շատ զգայուն հարցին։ Ընդհանրապես կոնֆլիկտների նման կարգի թեժ վիճակում կոնֆլիկտների լուծումը ունի երկու մոդել։ Մեկը, երբ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի որոշում է կայացնում պարտադրել խաղաղությանը։ Մտցվում է զորք, երկու կողմին անջատում են իրարից եւ հաստատում են խաղաղություն երաշխիքներով։ Սա կոչվում է պարտադրված խաղաղություն։ Սա այն է, ինչ արել են Բալկաններում, այն է, ինչ արել են օրինակ Բոսնիա-Հերցեգովինայի ձևավորման ժամանակ։ Կա մեկ ուրիշ մոդել, երբ կողմերին համոզում են, որ պետք է կաղնել, եւ կողմերի համաձայնությամբ տեղադրվում են խաղաղապահ ուժեր։ Կրկնել, կողմերի համաձայնությամբ։ Այն ինչ կատարվեց 20 թվականի Ղարաբաղում, դա հենց այս մոդելն է։ Հայտարարության տակ ստորագրել է եւ Ադրբեջանը, եւ Հայաստանը, եւ Ռուսաստանի նախագահը։ Սա մի մոդել է, որը Ռուսաստանի նախագահի շատ ակտիվ միջամտությամբ ինքը այո ճնշում գործադրել է, բայց դա չի եղել պարտադրանք։ Սա ավելի շատ եղել է ասենց քաղաքական ճնշում մի երկրի ղեկավարի կողմից, որը ունի հեղինակություն եւ այդ երկիրը ունի հզոր պոտենցիալ procesների վրա ազդել։ Բայց այնուամենայնիվ մոդելը եղել է
Հետևյալը, կողմերը համաձայնվել են այդ խաղաղության բանաձևին, այդ զինադադարի բանաձևին։ Եվ Ղարաբաղի կարգավիճակը, եթե հիշում եք, այդտեղ չէր քննարկվում, համարվում էր, որ հետագայում պետք է այդ հարցը քննարկվի։ Հիմա այդ մոդելը ևս աշխատող մոդել էր։ Եթե Հայաստանը 1 տարի անց, 2 տարի անց Պրագայում կոպիտ ասած չթռներ այդ մոդելից։ Հայաստանը ուղղակի թռել է այդ մոդելից եւ ամբողջ այդ կոնստրուկցիան, որը այդ զինադադարը, այդ խաղաղությունը պահում է, փլզել է։ Հենց Հայաստանը ճանաչեց Ղարաբաղը Ադրբեջանի կազմում, ինչ վիճակ ստեղծվեց։ Ղարաբաղը Ադրբեջանի համար դառնում է սեպարատիստական միավոր, պաշտպանական բանակը Ղարաբաղի դառնում է գրեթե ահաբեկչական ստորաբաժանումներ, բոլոր հետևանքներով։ Եվ սա անել, թռնել այդ մոդելից եւ մեղադրել ռուսական կողմից, թե ռուսական կողմը ինչի Ղարաբաղը չի պահել, ու թռել այդ կոնֆլիկտից այն երկիրը Հայաստանը, որը իր հենց անվտանգության հայեցակարգով հայտարարել է, որ ինքը երաշխավորն է Արցախի անկախության, անվտանգության երաշխավորն իր։ Հիմա մոդելը սա է։ Եվ այս մոդելը չտեսնել եւ այս ամենը, ասենց ասել, փաթաթել Ռուսաստանի գլխին, սա նշանակում է մեկ բան, մարդիկ չունեն ամոթի զգացողություն, սա մեկ կողմ դրած։ Բայց դու ստեղծում ես մի շատ վտանգավոր եւ տարօրինակ վիճակ, փոքր երկիր լինելով դու ցույց ես տալիս, որ դու վստահելի գործընկեր չես ընդհանրապես, որ դու կարող ես մի բան պայմանավորվել, 1 տարի հետո գրի ուրիշ բան անել, 1 տարի հետո գրի ուրիշ բան անել, փոքր երկրի համար նման կարգի վարքագիծը ուղղակի սպառնալիք է այդ փոքր երկրի անվտանգության։ Հասկացաք, այս տեղից է գալիս նաև մեր ժողովրդի մոտ այդ անվստահությունը։ Ես 10 տարի շփումներ եմ ունեցել Ռուսաստանի ղեկավարության, ավելի 10 տարի նախագահ եւ 1 տարի վարչապետ։ Կարող եմ ասել հետեւյալը, չի եղել մեկ պայմանավորվածություն, որը մենք ձեռք ենք բերել Ռուսաստանի օրինակ նախագահի հետ եւ որը չի կատարվել։ Չի եղել նման բան։ Եվ եթե ինչ որ բան չեն արել, մի հատ հարց տանք, իսկ ինչու չեն արել։ Իսկ մեր մասով արել են։ Իսկ միգուցե երբ որ հայտարարում ենք, որ այդ սարի վրա 9 ամիս ձուն ա դրած, ինչի՞ պետք է այդ սարի համար մենք պայքարենք։ Իսկ այդ սարի համար ուրիշը պետք է գա քո տեղ պայքարի։ Այդպես միջազգային հարաբերություններում հարաբերությունները չեն աշխատում։ Հասկանալի է, թե ոչ ես։ Հատուկ որոշեցի ավելի մեծ կանգ առնել այս թեմայի վրա, որովհետև այս թեման իսկապես չափազանց կարևոր է եւ այս թեման անընդհատ նաեւ այս քարոզարշավի ժամանակ շահարկվելու է։ Կարող եմ ստեղ մնալ, հարցեր շարունակեք։ Ձեզ ավելի լավ այրեվում, ընդ որ նստած ենք մի քիչ։ Հազար անգամ ներողություն, մի հարց էլ քանի ոտքի